Գաղտնիք չէ, որ Opel ընկերության հայաստանյան ներկայացուցիչը համագործակցում է մեզ հետ։ Եվ բնական է, որ մեր ուշադրությունը պիտի գրավեին մեքենաներ, որոնք հեռու են Opel-ի մասին Հայաստանում տարածված պատկերացումներից։ Բանն այն է, որ մինչև վերջերս Հայաստանում Opel կարելի էր ձեռք բերել միայն երկրորդական շուկայից, եւ բնական է, որ դրանք երկրորդական մեքենաներ էին։ Երկրորդական վիճակում եւ երկրորդական գնով։ Մեզ հետաքրքրում է այն, ինչ Հայաստանում համարյա ոչ ոք չունի։ 2012 թվականի արտադրության Opel Insignia շարժվելու է դեպի ավտոդրայվի փորձահրապարակ հենց վաճառասրահից։ Մինչտեղ հասնելը առանձնահատուկ հաճույքով նոփ նոր մեքենան վարում ենք թաց հողի վրայով, պարզ ասած ցեխի միջով։ Նպատակը Insignia-ի ադապտիվ 4x4 համակարգը շարժման մեջ փորձարկելն է։ Ախա, մենք չէինք ասել, որ մեքենան լիակարշակ է։ Ոչինչ, առիթ դեռ կլինի։ Իսկ հիմա ամեն ինչ սկզբից։ 2012 թվականի արտադրության Opel Insignia։ Երկարությունը 4833 մմ։ Լայնությունը 1856 մմ։ Բարձրությունը 1498 մմ։ Թափքը hatchback։ Դիզայնը նկարագրելու համար կարող ենք բազմաթիվ մագդիրներ օգտագործել։ Չնայած կարելի է սահմանափակվել երկու բառով՝ գրավիչ համեստություն։ Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի ավելորդ բան չկա։ Ադապտիվ շրջադարձային լուսարձակներից սկսվում ու թափքի երկարությամբ ձգվում են աերոդինամիկ գծերը։ Գեղեցկուհու աչքերին քսված սուրմայի պես։ Բայց իհարկե այս գեղեցկուհուն ձեռքերի վրա չէ ստանի, քանզի նրա համալրված քաշը 1733 կիլոգրամ է։ Բեռնախցիկի ծավալը կախված հետևի նստելատեղերի դիրքից 520-ից 1465 լիտր։ Նստելատեղերն ընդհանրապես առանձին փորձարկման նյութ են։ Բանն այն է, որ գերմանական AGR բժշկական ասոցիացիան Insignia-ն լիցենզավորել է որպես ողնաշարի համար օգտակար սպորտային նստելատեղեր կրող մեքենա։ Կարծում ենք, որ դա սրահի հարմարավետության մասին ասված ամենածանրակշիռ խոսքն է։ Չհաշված 2737 մմ, ասել է, թե սրահում զգալի տարածություն ապահովող անվային բազան։ Հատկանշական է Opel i համակարգը, որը դիմապակու վրա տեղադրված տեսախցիկի օգնությամբ զգուշացնում է վթարային իրավիճակի դեպքում և ճանաչում է ճանապարհային նշանները։ Եվ մի հետաքրքիր փաստ, օպցիոնալ առաջարկվում է Հայաստանում աշխատող նավիգացիոն համակարգ։ Հասանք ընթացային մասին։ 2 լիտրանոց տուրբոշարժիչից գերմանացիները քամել են 220 ձիաուժեզորություն և 350 նյուտոն մետր պտտող մոմենտ, որոնք 6 աստիճան ավտոմատ փոխանցումատուփի միջոցով փոխանցվում են արդեն հիշատակված ադապտիվ լիակարշակ համակարգին։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ 0-ից 100 թափավազքը, արգելակման հետագիծն ու շարժման դինամիկան կպարզենք հենց հիմա։ Նախ օձաձև թեստ։ Փորձարկումն անցկացնում է Հայաստանում Opel-ը ներկայացնող ընկերության ավագ մենեջեր Արմեն Գևորգյանը։ Այլ կերպ ասած, նա, ով աշխատելու է մեքենայից քամել հնարավոր ամենադրական արդյունքը։ Այսինքն, այն ինչին մենք ձգտել ենք մեր բոլոր փորձարկումների ընթացքում։
մեքենան բարեհաջող կերպով հաղթահարում է իրարից 20 մետր հեռավորությամբ տեղադրված մականները 60 և 70 կմ/ժ արագություններով, հիշատակենք FlexRide համակարգը, որը հարմարվում է վարորդի վարման եղանակին և վայրկենական արձագանքում, ուղղելով մեքենան կողային սահք նկատելիս։ Ի վերջո գրանցում ենք լավագույն տվյալը՝ 84 կմ/ժ։ Ասելով ադապտիվ լիաքարշակ համակարգ ու FlexRide, մենք 90 կմ/ժ-ին ավելի մոտ թվերի էինք սպասում։ Դեռ լավ է, որ Սմոքը չգիտի, թե ինչպես են նեղանում, այլապես կնեղանար, որ փորձարկումն ի սկզբանե իրեն չենք վստահել։ Նախնական կանխատեսումը ճիշտ էր՝ 89 կմ/ժ։ Սա համարյա 5 մետր երկարությամբ մեքենայի համար իսկապես շարժման դրական դինամիկա է։ Հաջորդ թեստը թափավազքն է։ Արմեն Գևորգյանն է մեքենան հասցնում 100 կմ/ժ-ի հնարավորինս կարճ ժամանակում։ 9.7 վայրկյանների հնարավոր ամենաքիչ քանակն է։ Հաշվի առնելով մեքենայի էներգասպառազինության 1 ձիաուժին բաժին ընկնող 7.8 կիլոգրամը, սա վատ արդյունք չէ, բայց մենք ինչպես միշտ կարծում ենք, որ այն ինչ վատ չէ, կարող է ավելի լավ լինել։ Սմոքի օգնությամբ մեքենան 100 կմ/ժ-ի է հասնում 9.3 վայրկյանում։ Իսկ մենք դասախոսություններ էինք կարդում էներգասպառազինության մասին։ Վերջին թեստը՝ արգելակման հետագիծ։ Ինչպես միշտ մեքենան հավաքում է սահմանված 100 կմ/ժ-ը և կտրուկ արգելակում։ 29.5 մետր։ Հաշվի առնելով ինսիգնիայի սկավառակային օդափոխվող արգելակներն ու արգելակման ուժի բաշխիչ էլեկտրոնային համակարգը, սա վախեցնող ու անհանգստացնող ցուցանիշ է։ Չնայած Euro NCAP-ի մասնագետները գտնում են, որ ինսիգնիան բավականին անվտանգ է ջարդվում։ Հասկացաք իհարկե, որ խոսքը հեղինակավոր crash թեստի և այնտեղ ստացած առավելագույն 5 աստղի մասին է։ Մյուս կողմից ցանկալի է, որ այդ տեղեկությունը մեզ երբեք պետք չգա։ Ղեկի մոտ Սմոքն է։ Մեքենան արգելակում է անցնելով միայն 22 մետր։ Բայեր ինչ Euro NCAP։ Ավարտեցինք ևս մի փորձարկում։ Գրանցելով փորձանմուշի քաղաքային, հատկապես մեր մայրաքաղաքային բոլոր առավելությունները և պարզեցինք, որ սա մեր իմացած Opel-ը չէր։